Գուգարած թեմի ծիծեռնակ ճամբարի երրորդ հերթափոխը հյուրընկալել էր Թալինի տարածաշրջանի 150 երեխաների World Vision բարեգործական կազմակերպության Թալինի տարածաշրջանի զարգացման կենտրոնի աջակցությամբ։ Ճամբարային առօրյան հագեցած է ոչ միայն բազմապիսի խաղերով, այլ նաև հոգևոր դաստիարակությամբ։ Դրա բառապացույցն այն է, որ յուրաքանչյուր հերթափոխի ծիծեռնակները կարողանում են մասնակիցը դառնալ ճամբարի մանկանց մատուռում մատուցվող Սուրբ Պատարագին։ Պատարագիչներ Գուգարած թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան Քահանա Ազարյանը ներկա էր թեմի հոգևոր դասը։ Պատարագիչ հայրը երեխաներին բացատրում է պատարագի գորգագործության խորհուրդը։ Պատարագի ընթացքում սովորական հացն ու գինի վերափոխում են Քրիստոսի մարմինն ու արյանը, որը ճաշակելով ապաշխարած եւ խոստովանված մարդը հաղորդակցում է Աստծո հետ։ Հոգևոր դաստիարակության շնորհիվ է, որ երեխաները կարողանում են առանց շփոթվելու բարևել թե Սրբազան հորը եւ թե քահանային, խաչակնքվել եւ իրենց աղոթքը բարձրացնել առ Աստված։ Պատարագին իր մասնակցությունն էր բերել նաև թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեգուր եպիսկոպոս Ջուլջյանը։ Սուրբ Պատարագից հետո ճամբարում տոնական տրամադրություն էր։ Ստանալով հոգևոր սնունդ նրանք վայելեցին Գուգարած թեմի Վարդանանց հետնորդներ փողային նվագախմբի կողմից պատրաստված համերգային ծրագիրը։ Այստեղ ամեն ինչ դուր է գալի, ճոկատավարույների վերաբերմունքը, իրենց հոգատարությունը, մանկավարժների լավ վերաբերմունքը, այստեղ մեզ ամեն ինչ անում են, որ մեր դուրը գա, ամեն ինչ անում են, որ մեր առօրյան հետաքրքիր լինի։ Մենք տարբեր խաղեր ենք կազմակերպում, ամեն ինչ անում ենք, որպեսզի հետաքրքիր օր ունենանք, բայց մենք երբ որ անում ենք ամեն ինչ պիտի քաղաքակիրթ վարվենք, հացի ժամանակ չխոսենք, լուռ մնանք, որպեսզի կարողանանք ուտել, աղոթք անենք, քնելուց առաջ միշտ պետք է աղոթք անենք, որպեսզի կարողանանք հանգիստ քնել։ Եվ միշտ ես սիրում եմ այս ճամբարի երեխաներին, այս ճամբարում մենք ունենում ենք շատ բարեկամներ, ընկերներ, հարազատներ, ծանոթանում ենք տարբեր երեխաների հետ, ովքեր որ տեսել ենք, հանդիպել ենք, շփվել ենք, այստեղի առօրյան ինձ ամենաշատն է դուր գալի, այստեղ բոլորը իրար հետ ջերմ են վարվում, բոլորը սիրում ու հարգում են իրար։ Ճանաչել զիմաստություն եւս խրատ, իմանալ զվան սանճարոյ։ Ինձ ծիծեռնակ ճամբարում դուր է գալիս ամեն ինչ։ Մենք ճամբարում սովորել ենք ճաշից առաջ եւ հետո աղոթել, պարել, երգել։ Ինձ ճամբարում ամեն ինչ դուր է գալիս։ Այստեղ օրերը շատ լավ են ասնում, շատ արագ են ասնում։ Ես 8-րդ օրը որ հագստալու եմ այստեղ ու ինձ շատ լավ եմ զգում։ Ես համ ուզում եմ գնամ, համ չեմ ուզում գնամ։ Ես այստեղ սովորում ենք շատ երգեր, մասնակցում ենք տարբեր մրցումների, խաղում ենք տարբեր խաղեր, գնում ենք անտառ արշավի, գնում ենք ուխտագնացության Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, ճամբարի մատուռում պատարագներ ենք անցկացնում, ինձ այստեղ շատ դուր է գալիս, այստեղ ես ունեմ շատ ընկերներ եւ ընկերուհիներ, գնացել ենք ուխտագնացության, գնացել ենք պատարագի, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, գնացել ենք բոլոր քարի մոտ, այնտեղ բացօթյա սովորել ենք երգ,
խաղացել ենք։ Ճամբարում առաջի անգամ մենք գնացել ենք արշավների, մասնակցել ենք Սուրբ Պատարագին, կազմակերպել ենք տարբեր միջոցառումներ, ծանոթացել ենք Սեփու Սրբազանի հետ։ Այսօր մենք հանդես ենք արել։ Մի խոսքով այստեղ ամեն ինչ լավ էր։ Չկա ավելի խոր զգացում, քան հայրենասիրությունը։ Այստեղ մենք ճաշից առաջ եւ հետո աղոթում ենք։ Այստեղ մենք խաղում ենք սպորտային խաղեր։ Մենք այստեղ սովորել ենք երգել, պարել եւ խաղալ շատ սպորտային խաղեր։ Մեր ջոկատավարները եւ մանկավարժները մեր հանդեպ շատ հոգատար են։ Եվ ես կուզենայի էլի գալ այս ճամբար։ Ես շատ ցանկանում եմ գալ Ծիծեռնակ ճամբար։ Ճամբարում ինձ ամեն ինչ դուր է գալիս։ Մենք սովորել ենք տարբեր երգեր, օրինակ Ծիծեռնակը, Վանացորը եւ այլ շատ հետաքրքիր երգեր։ Մենք մասնակցել ենք արշավների, գնացել ենք ուխտագնացության, դեպի Նարեկ եկեղեցի։ Այստեղ ամեն անգամ մենք ճաշից հետո եւ ճաշից առաջ աղոթում ենք։ Ձեռք եմ բերել շատ ընկերներ, որոնց հետ ես խաղում եմ սպորտային խաղեր։ Մասնակցել ենք օլիմպիադաների, սովորել ենք պարել, համզարապարը։ Ծննդյան տարեդարձներ նշելը ճամբարի գեղեցիկ ավանդույթներից է, որը մշտապես ապահովում է տոնական բարձր տրամադրություն։ Այս անգամ էլ հավուր պատշաճի նշվեցին երկու ճամբարականների, նվագախմբի երկու անդամների եւ երկու ջոկատավարների ծննդյան տարեդարձները։ Ճամբարի ճաշարանը զարդարված էր տոնական փուչիկներով։ World Vision բարեգործական կազմակերպության Թալինի տարածաշրջանի զարգացման կենտրոնի կողմից հոբելյարները ստացան նվերներ։ Բարձր ծափերով ներս բերեցին տոնական տորթը, եւ հոբելյանական օրն առավել հաճելի դարձրեցին ջոկատավարները երգ նվիրելով բոլոր հոբելյաններին։ Ճամբարական օրերի ընթացքում 140 ծիծեռնակներ սովորել են հայկական գանձար ապարը, որը կատարում են մեծ հաճույքով։ Եկավ ամենատխուր պահը, հրաժեշտը։ Ծիծեռնակ ճամբարի տողան հրապարակում վերջին անգամ ջոկատները հնչեցրին իրենց նշանաբանները։ Տասնօրյա հանգստի ժամանակ կազմակերպվել են տարբեր մրցույթներ, որոնցում հաղթող յուրաքանչյուր մասնակից ստացել են նվերներ։ Գուգարած թեմի առաջնորդի կողմից գնահատվեց նաև ջոկատավարների աշխատանքը, նրանք արժանացան շնորհակալագրերի։
Աստված օրհնի ձեզ, երբեք չմոռանաք այն, ինչ սովորել եք ճամբարում, ապրեք առողջ կյանքով և կարողանաք ձեր ներդրումը բերել հայրենիքին։ Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի։ Նվագախմբի շեփորների ներքո ծիծեռնակները վառեցին հրաժեշտի խարույկը։ Դիվան Գուգարաց թեմի։